ցանկացած Իդեպ Փաշինյանը մի անգամ չի որ մեղադրում է Արցախը, Հայաստանը եւ այդ կարգախոսով պատերազմ սադրելու մեջ Ռոբերտ Քոչարյանն ասում էր սադրել է հայկական կողմը, հայերը եւ հայկական իշխանությունը։ Այն ինչ որ հիմա ասեմ երկու կողմին էլ է ուղղված, երկու նկատի ունեմ եւ գործող իշխանության եւ նախկիններին։ Այդ իրար հետ բանավեճը, երբեմն լեզվակռիվը չպետք է երբեք անցնի ազգային շահերի կարմիր գիծը։ Իրար մեղադրելու, իրար առավել խոցելու, իրար ավելի այսպես ճակերտավոր ուժեղ իրար դեմ ուժեղ փաստարկ ներկայացնելու համար Հայաստանի ազգային շահերը անցնել չի կարելի։ Չի կարելի նման բան ասել, որ Հայաստանն է սադրել, նույնիսկ եթե դու ուզում ես դրանով ասես, որ Նիկոլ Փաշինյանն է սադրել, իսկ նա ղեկավարներ Հայաստանի, փաստացի դուրս է գալիս, որ Հայաստանն է սադրել պատերազմը, երբ որ լրիվ հակառակն է եղել։ Դա նաև ճշմարտության դեմ մեղանչում է, բայց հերիք չի նաև աշխարհում Հայաստանին ուղղակի թիրախավորում։ Ադրբեջանն էլ էր ասում։ Ադրբեջանը ասում էր, ես ում վրա եմ հարձակվել, ես ինչ ագրեսոր, իմ վրա հարձակվել են, ես պաշտպանվել եմ, պատժել եմ ագրեսորին։